Կպարևենք ցեզի, հուսամ դերոշմով լավ եք, կաչալերված եք, օրհնված եք, հույսով եք, կպարևեմ քեզի Պիտր, շնորհակալ եմ, որ այսօր դարձյալ ներկա ես եւ դարձյալ մեզի պիտի շարունակես բացադրել 19-րդ գլուխը, որ հասած էինք 11-ին 21 համարները, այնպես է։ Այնպես է, բարև եզիալ գարինքույր շատ աշխույժ այսօր բավական քաչալերական գլուխ մնե եւ պիտի քաչալերվինք տեսնալով որ ինչպես մեր Տերը հաղթանակ կտանի ճշնամին վրա այսօր շատ կլսենք բادرածներու մասին աշխարհի ամեն կողմ ճգնաժամներ, դակնապներ, նույնիսկ քաղաքական պայքարներ ներքին մեր հոգի մեջ պայքարներ այս գլուխը մեզի շատ պիտի քաչալերը որով այդ պատերազմին հաղթանակի մեկ մասը պիտի տեսնանք 19-րդ գլուխը ուսամ պատրաստ ենք Այո, պատրաստ ենք։ Okay ուրեմն եթե գուզես ամիջապես անցնենք ընթերցենք այս գլուխուն Շատ լավ։ այս սկզբնական 11 համարեն մինչև 21 այո 21 համար խնդրեմ Ուրեմն վերնակիրը ջերմակցիա, որը դեսա երկինքը բացված եւ ջերմակցիմը անոր վրա հեծնողը հավատարիմ ու ճշմարիտ կգոչվի արդարությամբ թադաստան կտեսնե ու կբادرազմի անոր աչքերը գրագի փոսի պես էին անոր գլխուն վրա շատ թակեր գային ու կրված անուն մը ուներ որ մեկը չի գիտեր բայց միայն ինք արյունով ներգված հանթերց մահակեր էր անոր անունը Փանն Աստուծո էր երկնքի մեջ եղող զորքերը անոր յետևեն գերտային ջերմակ ծիերով, ջերմակ ու մաքուր պեհեզներ հակած, անոր պերնե սրած սուր մգելներ, որբեսի անով ասկերը զարնե, ու ինք երկաթե կավազանով բիդի հովեզանոնք, ու ամենագալ ասոծո սաստիկ պարգուչանը կինիին հնցանը ինք բիդի գողե։ Եվ իր պատմուջանին վրա ու իր աստրին վրա կրված քիրմը ուներ, թակավոր թակավորած և դեր դերանց։ Եվ հրեշտակ մնալ տեսա, որ արևին մեջ կայներ էր։ Ու մեծ ցանով աղաղագեց երկնքի մեջ թրջող բոլոր թրջուններուն, ըսելով. եկեք, Աստծո մեծ ընթրիքին հավաքվեցեք, որբեսի ուդեք թակավորներուն մարմինները ու հազարաբետներուն մարմինները ու ծիերուն եւ անոնց վրա հեծնողներուն մարմինները ու ամենուն մարմինները, թե ազատներուն եւ թե ծարաներուն, թե բզդիգներուն եւ թե մեծերուն։ Դեսակ կազանը ու եգրի թակավորները ու անոնց զորքերը մեկտեղ հավաքված պատերազմնելու անոր հետ, որ ցիուն վրա հեծերեր ու անոր զորքերուն հետ։ Կազանը բռնվեցավ ու անոր հետ սուտ մարգարեն, որ անոր արչև նշաններ ըրավ, որոնցմով մոլորեցուց կազանին թրոշմը ընդունողները եւ անոր բատկերին երկրպագությունը նողները, երկուքն ալ ողջ ծծումբով վարված գրագին լիճը ցկվեցան եւ ուրիշներ ալ սպաննվեցան ցիուն վրա հեծնողին սուրեն, որ անոր պերնեն գելեր ու բոլոր թրջունները անոնց մարմիններեն գշտացան։ Այո, ուրեմն կարին ամիջապես կուզեմ անդրադառնալ, որ մենք այս համարները, որ ընթերցեցինք, այս պատկերը, որ մեզի այստեղ նաև մեր ետին է, եւ այստեղ այս 11-րդ գլխուն սկիզբեն մինչև վերջ կնկարագրվի, մենք այսօր նման պատկեր մը տեսանք այս կհարաճ, կհիշես, որ գլուխներ առաջին գլխուն մեջ մենք եւ որ առաջին գլուխը գսերդեինք հայտնության քիրքին այնտեղ տեսանք որ Հիսուս կանգնած էր արևին նման Այո պայծառ եւ Հովանես Պատմոս կղզի վրան է եւ ինքը տեսավ Հիսուս այնտեղ եւ աչքերը գրագի փոցի նման երեսը արևի նման գփայլեր այնտեղ ինքը նորեն սպիտակ մանթերց հագած էր ոսկե ժաբավեմ իր գուցքի վրա Փերանեն երկսարի սուր մգելեր, բայց այնտեղ քիչ մտարբեր էր, որ այնտեղ այդ մարդու որդին որ գսե, որ Հիսուսն էր մենք խոսեցանք ամոք, որ չեն լսած, գուզեմ, որ քաչալեր էր, որ ետ երթան մեր այդ website-ին վրա թրված է բոլոր պատկամները, կացեք, թիդեցեք և գտեսնաք, որ Հիսուս այնտեղ ներկայացված էր և ինքը 7 աշտանակներում մեջտեղը կգայներ, որ եկեղեցիներն էին ընդհանուր դիեզերական, ոչ միայն այդ տեղական փոքր Ասիայի մեջ, այլ խորհրդանշել բոլոր եկեղեցիները եւ այնտեղ իբրև թագավոր, իբրև թադավոր գիշխեր եւ իր եկեղեցին
իր Փերնին սուրով պատկամներ ուներ 7 եկեղեցիներուն, որ այդ պատկամներուն միջոցով ամեն առաջ պիտի սկսեր իր ժողովուրդեն կորձողություն ունելու, վիրահատություն ունելու, ապաշխարության գոչ տալու ամեն մեկ եկեղեցիներուն բացի երկու հատին, որ սրբակորձվեր իր եկեղեցին։ Ուրեմն ցեվով մը պայքար, ներքին պայքար է եկեղեցին մեջ սրբակորձման։ Հիմա այստեղ մենք կտեսնանք, որ սուրբերը սրբակորձված մաքուր ցիերու սպիտակ հակած, ինչու սպիտակ հակած են սպիտակ ցիերով, որով ցիերը սպիտակ ցին միշտ հաղթանակի նշան էր, երբ որ թագավորը հաղթանակ մտաներ, ցիով սպիտակ ցի վրա փանագին արջևեն կմտնար, երբ որ ետ կուքար իր երգիրը հաղթանակ տարած, որ ցույց տա որ հաղթողի ինքն էր, այս միտքն էր։ Ուրեմն այստեղ ոչ միայն Հիսուս, որ այստեղ ներկայացված է Հիսուս առաջին այս 11 համարը մինչև 16 համարը, նաև սուրբերը գեհդևին սպիտակ հակած հանդեսներով ցիերու վրա, սուրբերը երկինքի մեջ երկրի վրա պատկերը այդ խորհրդանշական այն է, որ հաղթանակ տարված է կամ կդարվի որ եւ արդարությամբ ամենամակրված սրբված արդարությամբ իսկ Հիսուս իր այստեղ իր արյունով ծածկված է շատեր կգնան հավատալ որ ինչպես 5 դագարանի մեջ 60-րդ գլխուն 1-6 համարներում մեջ այնտեղ հիշված է որ Յահվե Աստված կպատերազմի թշնամիներուն թեմ եւ թշնամին արյունով ինքը նույն նման պատկեր մգավորցի վրա հաղթանակ տարած գունենա բայց թշնամին արյունով այստեղ Հիսուս իր արյունով հաղթանակը գտանի Ներողություն որ գլուխներ այդ 60-րդ գլուխը ուզես 1-6 համարները գրնան կընթերցել այնտեղ որ մեկ գլուխը Եսայա 63 Okay այո որ գրնան ընթերցել որ տեսնանք այնտեղ շատ մայս պատկերները նման են 5 դագարանին բայց քիչ մը դարբեր միտքով այդ պիտի բացատրենք բայց մեկ հատ կարդանք որ տեսնանք որ այս պատկերները մեծամասնությունը ինչպես ասինք այս պատկերներուն ունին 5 դագարանի ակնարկներ Շատ լավ, ուրեմն գսե ով է ասիգա որ գուքա եթովմեն գարմրակույն սկեստով պոսրայեն որ парավոր հանդերձով զարդարված է եւ իշատ զորությունովը բանձալով գկալ է Ես եմ որ արդարությամբ կխոսիմ ու բրգելու կարողություն ունիմ ինչու համար քու հանդերձդ կարմիր է ու քու սկեսներդ հնցանի մեջ կողկրդողին հակուստին բեսեն հնցանի մեջ միայն ես կողեցի եւ ժողովուրդներեն ինձի հետ մարդ չկար Զանոք իմ փարգությունովս գողեցի եւ իմ սրտմտությունովս զանոք ջմլեցի անոնց արույնը իմ սկեսներուս վրա ցածկեց եւ բոլոր հանդերձներս ներգեցի Կազի իմ սրդիս մեջ էր վրեժխնդրության օրը ու իմ փրկված դարիս հասած էր նայեցա բայց օգնող չկար զարմացա որ ցերնդու եղողը չկար ուստի իմ բազուկս զիս փրկեց ու իմ փարգությունս ինձի ցերնդու եղավ եւ իմ փարգությունս ժողովուրդներ գողեցի ու զանոնք իմ սրտմտությունովս կինոցուցի եւ անոնց արույնը քեդինը տապեցի այո գտեսնաս ուրեմն 5 դարանի մեջ այս պատկերը որ այստեղ մենք կտեսնանք Աստված կպատերազմեր թշնամիներուն թեմ Իսրայելի միջոցով եւ հաղթանակի ինքն էր դանողը Իսրայելը բարձրապես իր դերը պիտի պատերազմեր եւ Իսրայելը պիտի հետևեր այդ հաղթանակներուն մեջ բայց այստեղ մեկ պատկերը քիչ մը կփոխվի նոր գտարանի մեջ որով այն փարգությունը ինչ որ Աստված հեթանոս ազգերուն վրա փերավ 5 դարանի մեջ ի վերջո եկավ իր որդուն վրա այդ փարգությունը ինքը իր վրա գրեց Աստված ինձով խաչին վրա եւ որ խաչին վրա այդ Հիսուս իր որդին միածին զոհվեցավ մերավ եւ խաչվեցավ Աստուծո փարգությունը եկավ իր վրա իր ինքը այդ փարգությունը որ ժողովուրդներու վրա պիտի քար փերավ իր անձին վրա եւ հոն իր փարգությունը Քրիստոսի վրա փերելով իր արդարություն եւ շնորհքը հասավ բոլորիս ուրեմն միտքը այստեղ այս է որ Հիսուս այսօր ալ կպայքարի որ իր փերնին սուրով եւ իր արյունով եւ ինձով հաղթեցին գսե թշնամիներուն Քրիստոսի արյունով եւ իրենց վկայությունով իրենց խոսքով ով սուրբերը չէ ասիկա մենք կարդացինք
հայտնության 12-րդ գլխուն մեջ այնտեղ տեսանք որ սուրբերը այս ցևով կպայքարին որ մենք ուրեմն ֆիզիկական սուրերով չէ որ պիտի պայքարենք ոչ այլ Հիսուս ֆիզիկական սուրերով չէ որ Հիսուս պիտի իր թշնամին գործանե իր թշնամին սպանե այլ իր փերնին խոսքով թշնամին սատանան լալով եւ իր հետևորդները իր ճշմարտությունով թշնամին կբարդվի որով խոսքին թեմչես կրնար պայքարի Քրիստոսը այդ խոսքը հոստեղ ինքը այստեղ գսե որ փան աստուծո չէ նստած էր խոսքներ այդ խոսքը մենք աստվածաշունչի մեջ Հովանու Ավետարանի առաջին գլխուն առաջին համարի մեջ գսե եւ խոսքը փաններ եւ փանը աստված էր եւ վերջը 14-րդ համարի մեջ գսե որ այդ փանը մարմին արավ եւ մեր մեջ բնակեցավ այդ Քրիստոսն էր որ խաչին վրա մեռավ իր արյունով ինքը իր արյունը իր վրա վերցնելով մեր մեղքերը քինը վճարեց մեր մեղքերուն եւ իր խոստումով իր խոսքով Ավետարանի բարի լուրով հիմա հաղթանակ կդանի որ եւ պիտի դանի մինչեւ այն վերջին օրը որ վերաթարնա որ այստեղ այդ վերաթարցին պատկերը գա որ ինքը եւ բոլոր սուրբերը հետ վերաթարնալով հաղթանակ կդանին Քրիստոսի միջոցով իր արյունով եւ թշնամիները կբարդվին իր արժե որ դիտեսնանք հաջորդ համարներում մեջ ուրեմն այստեղ մենք կտեսնանք նաեւ Սամոս 2-ի 8-ին 9 համարներուն այդ մարգարեությունը որ գսե որ փանփուրուդի ամանները պիտի կործանվին այդ խավազանով որ իր թակավորը կգրե այստեղ այդ հայտնության գներես այդ Սամոսի մարգարեության խոսքերը հայտնության քիփի մեջ կկատարվին եւ այստեղ նաեւ Զաքարիայի խոստումները որ 14-րդ գլխուն 3-ին 5 համարներում մեջ գսե դերը պիտի կա իր սուրբերուն հետ միասին so շատ բաներ կան որ 5 դագարանի մեջ մարգարեացված են եւ այս իր երկրորդ քալստյան մասին կխոսի այդ վերջին օրը որ այլևս Քրիստոս կգա եւ պիտի գործանվի ամեն ինչ որ չարեն է որ պիտի տեսնանք Աբաքայի համարներում մեջ հաղթանակ տանող մեր դերը եւ գուզեմ որ այս տեսնանք որ Հագա պատկերն է այս ինչ որ հիմա 19-րդ գլխում մեջ կտեսնանք Հագա պատկերն է այնինչ որ մենք տեսանք 17 եւ 18 գլուխներում մեջ ուրեմն շատ նման պիտի լայս ինչ որ պիտի տեսնանք 19-րդ գլխում 20-րդ գլխում մեջ եւ 21-րդ գլխում մեջ այնինչ որ կատարվեցավ 17 եւ 18 գլուխներում մեջ Վիշաբին Քազանին հետ եւ Մեծն Բաբելոն Բորնիգին հետ այդ տեղը մենք տեսանք որ Քազանը կարմիր էր եւ վրան նստողը Մեծն Բաբելոն Բորնիգն էր եւ ինչ կներ որ արյուն կխմեր որ փաժակ մուներ մեջ արյուն կխմեր որ ինքը սուրբերուն արյունը խմելով սպաննելով Քազաննալ իր դերոջը նման որ Վիշաբն է որ անա կարմիր եւ ներկայացվեցավ այդ պատկերը մեզի 12-րդ գլխում մեջ ամենաառաջ որ հարսին թեմ ելած էր կամ գնոջ որ 12 աստղեր ուներ այնտեղ Վիշապը տեսանք որ ուզեր որ 7 գլուխներով կարմիր այդ գնոջը մանուկ ուդե անալ միտքանը որ արյուն գխմեր որ արյունը սուրբերուն արյունը Քրիստոսին եւ այդ ծավով կարմրած է հոս Քրիստոս ինքն է որ իր պատմուջանի վրա արյուն ունի բայց ոչ թե ուրիշներուն արյունը իր արյունն է ինք իր արյունով կփրկե որ մարդկանց ոչ թե կգործանե որ մարդկանց գործանողը Վիշաբն է Քազանն է Մեծն Բաբելոն Բորնիգն է որ սուրբերուն արյունը խմելով գահարփի կմեծնա եւ գուրի որ այսպես իր դանչանքները բարտադրելով մարդկանց վրա so մենք այստեղ կտեսնանք որ հետևորդներ այնտեղ Մեծն Բաբելոն Բորնիգը հետևորդներ Քազանին բայց վրան նստած էր Քազանին եւ ինքը գործանվեցավ Քազանի միջոցով չէ Քազանը իրեն գործանեց ուդելով կամ վարելով եւ ուդելով իրեն որովածնելով այսպես մտածել եւ գինը այդ Մեծն Բաբելոն գինը Բորնիգը ասինք որ անոնք են որ
այդ համագարքն է, այդ մշակույթն է, որ գեհդեվի վիշապին, սատանային հետևորդները։ Եվ ուրեմն մշակույթն է ոչ միայն Բաբելոն Փարացի օրեն 5 դագարանի միտքով, այլ անոնք որոնք գծած են հոգևոր արումով, թողած են քարնուկը, առաջին իրենց սերը, եւ գեհդեվին որ ուրիշ բանիմը որ ավելի գսիրեն, այս դեպքում ի վերջո ամեն այդ չար բաներուն գլուխը սատանան է, եւ իրենք իրենց մեջ գործամբին որ իրենք իրենց implode գսեն անգլերեն, այսինքն ներքին օրեն մեջ են գործամբին որ իրենք գսե թակավորությունը չի կրնար գակնիլ եթե միապան չէ, ուրեմն իրենք իրենց մեջ հագասումներով եւ ամեն տեսակ բարակտումներով իրենք կգործամբին որ, բայց հոս հաղթանակ տանողները նաև ցիերու վրա նստած են սպիտակ է ինչու որով Քրիստոսի արյունով մեկ տեսանք 7-րդ գլխի մեջ արդարացված ենք Քրիստոս հագած ենք մեր վրա եւ ցիերն ասպիտակ են որով հաղթանակ ոչ միայն դերը գտանի որ եւ արչերեն գերտագոր ինքն է բادرազմողը ինքն է բայկարողը որով ըրավ այդ խաչեն սկսյալ մինչև իր երկրորդ քալուստը արյունը թափեց այդ բային եւ այդ բային մինչև այսօր մեր կորձի ինչ է ինչպես ասենք 12-րդ գլխի մեջ նորեն գարտանք այդ համարները որով լավ գլավոր հիշենք 12 գլուխը հայտնության քիրքին եւ գարտանք ինչպես հաղթեցին սուրբերը սատանային ուրեմն 11 համարը եւ 12 համարը Եվ անոր հաղթեցին քարնուգին արյունովը եւ իրենց վկայության խոսքովը եւ իրենց կյանքը չսիրեցին միջև մահ այսօր համար ուրախացեք ով երկինք ու անոր մեջ բնակողներ վայ երկրին ու ծովուն բասնզի փասարգուն ցեզի իջավ որ շատ բարգացած է գիտնալով որ քիչ ժամանակ պիտի կենա այո Պիտերը ամեն անգամ որ ասանք խոսիս եւ կգարտամ եւ ամեն անգամ դերոջ հատ կխնդրեմ այդ համարներն որ մեզի կուտաս որ գուզեմ հաղթողներու մեջ լալ գուզեմ այդ ջերմակ ցիավորները մեգա լալ նեղ թուրն է որպեսի ես այդ ջերմակ մնամ եւ շատ դժվար է կյանքի մարտահրավերներու մեջ եւ դժվարություններուն մեջ հնազանդ մնալ Աստծո այո հնազանդ ենք բայց բահեր գլա որ դժվար է կյանքը եւ եթե հիմա օրեր պիտի կան եւ որքան ավելի պիտի դժվարանա կյանքին պայմանները So եթե մենք հավատացյալները զորավոր չլանք մեր հավատքով Աստծո խոսքով եւ աղոթքի կյանքով շատ դժվար պիտի լա այդ ծերմակ ցեավորները մեկը չլալը ասիգա պետք սկուշություն մնե մեզի համար որ պետք է դերոջը նախասկուշացումը մեր վրա եւ պետք է հասկանանք ադիգա այո ճիշտ է շատ ճիշտ է անոր համար մեզի խրատ կուտա այս սուկիրքը որ գսե ինչպես հաղթեցին գսե իրենց վկայությունով ուրեմն մեր կորձը այս ընթացքի միջև Քրիստոսի երկրորդ գալուստը վկայելն է ինչ որ թուն շատ աջախ կնես շատ ուրիշ հաղորդումներուց մեջ թուն կվկայես քու կյանքեդ ուրիշներուն կհրավիրես որ վկայեն իրենց կյանքեն Քրիստոսի ըրած կորձ իրենց կյանքի մեջ այս բայկարելու բادرազմելու միջոցն է եւ հրճագելով Քրիստոսի արյունը որ միջոցն էր որում միջոցով մենք փրկվեցանք այս է շատ դժվար բան չէ այսինքն հասկանալը դժվար է գադարելը եւ այդ գադարելու մեջ շնորհք պետք ունի որ դերը մեզ շնորհք կա ամենադժվար բահերում մեջ որով դժվարության մեջ մենք այդ շնորհքի խորանին որ սուպերը կբաշտեն եւ գերքեն եւ կփարապանեն որ հաղթանակը մենք տեսած ենք հավատքի աչքով մեզի գոքնի որ այս մութ խավար բահերու մեջը նայ այս նկարի մեջն ալ այնպես է չէ խավար է նկարը բայց ինչպես առաջին քուխուն մեջ տեսանք խավար էր Հովանեսին համար Հովանեսն է Պատմոս կղզին վրա ակսորված գսե ծեր եղբայրը չէ առաջին քուխուի համարի մեջ ծեր եղբայրը ասոտ թակավորության մեջ եւ նեղության մեջ ինքը նեղության մեջ էր բայց Հիսուսին աչքը իր Հիսուսին վրան էր որգե իր օգնությունը գուքար որտեղ այդ խավար մութ տարաբանքի կյանքի մեջ իր
լույսը Քրիստոս էր եւ որքան խավարի վիճակը մեր յանքի մեջ մենք մեր աչքը եթե Քրիստոսի վրա կենտրոնացնենք մեր օգնությունն է իր մեգուկա այս դարապալից կյանքի ընթացքին եւ ինքն է բայկարող ինքն է բادرազմող թե ներքին մեր յանքին մեջ չարին որ մեր մեջ կփորձե մեզի չարին դանել եւ թե եկեղեցին իր հարսին մեջ եկեղեցի որ հարս կպատկերացվի Աստվածաշունչի մեջ եւ թե արդակին թշնամին հետ ասիկա շատ կնմանի Նեեմիային որ իդ բادرը պիտի շներ չէ Երուսաղեմի պիտի տեսնանք 21-րդ գլխուն մեջ բادرը այնտեղ պիտի ներկայացվի նոր Երուսաղեմին Քրիստոս է մեր Նեեմիան Քրիստոս է որ մեկ ցերկով այն ժամանակ Նեեմիան ինչ կներ Տշնամի թեմ կբայքարեր Մյուս ցերկովալ շներ բادرը ուրեմն պատկերը այս Քրիստոսի նման է ասոր ինքն է բادرազմողը ինքն է մեզի առաջնորդողը մեզի ինչ կսե դու միայն քու տարածքիդ մեջ Նեեմիան գիշես ինչ ասած էր ամեն Իսրայելի ժողովրդին դու միայն քու դունիդ արչևի բադը պատասխանատու ես շնելու ասած էր դու պիտի բայքարիս արդակին թշնամին թեմ բայց կար նաև ներքին թշնամի անոնք որ ներսեն կփորձեին Նեեմիային եւ այդ բադը շնորհելու խանգարել ուրեմն եկեղեցի մեջնալ կյանքիդ մեջնալ որ շատ աջախ կրնալ հավատացյալներ անվանվին կամ կսենեն միան շրթունքով բայց ներսեն կպայքարին որ չհաջողից քո հոգեվոր կյանքիդ մեջ սատանան կկործած է այդ մարդկանց եւ նաեւ թուրսեն քեզի սատանան կպայքարի քո մարմինիդ վրա ընտանիքիդ վրա կամ խոսքով կամ նույնիսկ երբեմն տնտեսական վիճակով ֆիզիկական առողջությանից վիճակով եւ այլն բայց այս պայքարի մեջ մենք հաղթողներ ենք մենք հաղթանակը դարածենք որով Քրիստոս դարած է եւ մեր հույսը եւ մեր աչքը իր վրան է միան բերցունին իրեն հետևելու իր առաջ պետք է եւ մյուս բանը որ հաղթեցին գսե իրենց համբերությունով նայ այդ 13-րդ գլխուն 10 համարի մեջը գսե որ անոնք որ պիտի սպանվեին անոնք որ պիտի սուրով երթային սուրով պիտի գործանվեին բայց գսե ինչպես հաղթեցին գսե իրենց համբերությունով այսինքն սուրբերը եւ իրենց հավատքով 10 համարը 12 գլխուն հայտնության so այդ է մեր թիրքը այսօր համբերությամբ մի եթե ճգնաժամ նույնիսկ ճգնաժամի մեջ գտնվիս բեչունիս դակնամի մեջ մտնալու համբերե եւ սպասե կոպրգությունը ամեն վիճակի մեջ լա դնդեսական վիճակի մեջ կգտնվենք որ դժվար է կամ առողջական կամ թուրսեն մարդիկ որ մեզի գանիցեն կամ ֆիզիկապես կբայքարի մեզ թեմ դերը մեզի պիտի փրկե ինչ սև գնե իր կորձն է ինչպես որ Դանիել Սեդրակ Միսակ Աբեդնագովին ով Նապոկոդոնոսոր դու գուզես մեզի գրագի մեջ նետե գուզես ինչ գուզես է մենք չենք կրնար քեզի հետևել ոչալ ենթարկվել քու օրենքներուց որ Բաբելոնի մշակույթի այսօրվա նույնն է ենթարկվելով մենք մեր դեր ունենք մեր Քրիստոսը մեր Աստվածը եւ իր մշակույթը իր եկեղեցին իր խոսքերուն մենք կենթարկվենք ինչ կլա մեզի այդ իր քիտնալիքն է թեգուց մեզի կսպաննես կամ ինչ կնես թուն քիդես բայց մենք չենք կրնար գործընծնել որով մենք թեգուց մերնիկ կսե որ արդեն հարություն արածենք որով մեկ աղենթարքի մեջ մեզի համար նույնիսկ եթե մահը ասված մարտիրոսության կանչած է մեզի մեկ աղենթարքի մեջ պիտի լա այդ բան որ թուն եթե ասված կանչեր է այդ անցիմը որ մարտիրոսվի իրեն համար այդ վարգանի որ աչքը աշխարհի վրա կոչե արդեն ժամանակը քոյություն չի պիտի ունենա որով այդ բանը որ աչքը կոչեցի հաջորդ բահը պիտի լա հարություն առնելդ այսինքն թեգուց երկրի վրա մեզի համար ժամանակը կոյադեր է որ այդ անցերում որ աչքերին կոչեն աչքը կոչել բանալու բես պիտի լա իրենց համար այդ բանը որ իրենք Okay, so անցնենք հաջորդական մեր համարներուն, որ այստեղ մենք կտեսնանք, որ
իր աչքերը գրագի փոցի նման է, ինչու որով ինքը մեզի կթափանցե կտես նայ այստեղ արյուծին պատկերը գա, որ եւ 7 փողերը որ գհնչվին որ մենք պետք է հիշենք նաեւ քարնուկը, չէ, որ 7 աչքեր ուներ, ամենադեսը իր աչքերը փոցավարե այնքան լույս է որ կթափանցե մինչև ձուծը մեր մարմիններում եւ գիտե ինչ կմտածենք որ ինչ կխորինք որ ամեն բան գիտե եւ իր քուխու վրա շատ թակեր կան գսե գիտես երբ որ վիշապը տեսանք եւ քազանը այնտեղ կար 7 թակեր կամ 10 թակեր չէ բայց այստեղ շատ թակեր որով այսինքն ինքը ամենա դերերու դերն է թակավորներու թակավորն է իր մեծը չի գա այդ է միտքը շատ թակերու եւ ոչ թե ֆիզիկական թակեր ֆիզիկական թակերու գարիկը չի գա ոչ մեզի ոչ իրեն այլ միտքը այն է որ ինքը իշխող է դիրապետ է թակավոր է եւ նաեւ իր հակոստին խոսեցանք ասոր մասին գարմիր հակած է ինչ արումով որ իր արյունով խորհուրդ այն է որ արդարացում է մաքրություն է եւ նաեւ հարցնալ կմաքրվի իր արյունով մենք ասպիտակ հակած սիրո վրա գեհդեվինք իրը եւ բոլոր զորքերը որ գեհդեվեին երկինքի մեջ իրեն որ հակած են այդ սպիտակ հանդերձները մենք խոսեցանք անոր մասին 7-րդ գլխում մեջ այդ միտքն է անորեն չպիտի կրկնենք եւ իր փերանեն երկսարի սուրը որ գելե մենք խոսեցանք ասոր մասին առաջին գլուխի եւ որ խոսեցանք Եբրայեցիս 4-րդ գլխու 12 համարի մեջ եւ Եսայիա մարգարեության 11-րդ գլխում 4-րդ համարի մեջ այնտեղ տեսանք որ իր խոսքն է որում միջոցով ազգերը կգործանեն իր խոսք ազգերը որ իրեն թեմ կգանքնին այդ թակավորները այդ ազգերը որ անաստված են որ չեն հետևի իր կամքին իրենց արդար բադիժը պիտի գրեն այդ բանին որ դերը կորոշե եւ ինքը ոչ միայն մեջնական մեկ անգամ ընդվերջ պիտի եւ որ երկրորդ քալուստին գդարե այլ թարերուն ընթացքին ալ կգործանե որ իր թշնամիները որ իր խոսքը եւ իր թակավորությունը առաջ երթա եւ իր փերնեն այդ ինչպես ասենք Եսայիա 11-4 համարի մեջ ինքը անոր միջոցով փրուդի ամանները ինչպես կփշրվին Սամոս 2:8-9 համարներու մեջ այնպես ինքը իր խոսքը զորություն ունի ուժ ունի եւ ինքը իրենց իր փարգությունով պիտի կործանը ինչպես քինին քիլես ասանք հնցանի մեջ չզմվի այդպես իր թշնամիները կկործանվին եւ այս ինչպես կլա իր ուզեմ մեկ հատ Թեսաղոնացիս առաջին գլուխի 7-10 համարները ընթերցենք կտեսնանք որ իր ներկայությունով իր փայլքով իր փառքով արդեն թշնամին կգործանվի գոր այո եւ ցեզի նեղություն գրողներուտ մեզի հետ հանգիստ եւ Տեր Հիսուս երկնքեն հայտնվի իր զորավոր հրեշտակներովը փորփոքած գրագով վրեժ առնելու անոնցմե որ Աստված չեն ճանչնար եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ավետարանին չեն հնազանդիր Okay նույնիսկ մենք այս որ խոսքերը հիմա կհրճագենք որ այս խոսքերը ուր որ գլսվի որ սուրբերուն կքաչալերե որ իսկ անոնք որ գլսեն որ ապաշխարած չեն իրենց վախ եւ թող է որով գիտեն որ Աստծո Թադաստանը գուկաբը իրենց վրա իրենք մենք փամը բեչունին գնելու խոսքը ինքնին որ Քրիստոսն է որ ցին վրա նստած է եւ այն խոսքը որ իր պերնեն գել է մեր միջոցով որ գհրճագենք այդ խոսքը գնե որ իր գործողությունը կգադարվի որ մեր կորզնի միան հրճագել դերը գնե որ ամեն կողմեն սուրբերու միջոցով վկայություններով, քարոզություններով, ինտերնետով, տելևիզիոնով, ռադիոյով, հեռախոսով ամեն ծևով խոսքը գերտա որ ուր որ պետք է երկսարի սուր է, ուր որ պետք է կքաչալերե եւ կզորացնե որ սուրբերուն, ուր որ պետք է թշնամիներուն հանդիմանություն Սուրբ Հոգու միջոցով եւ գործանում եթե չապաշխարեն այս անոր համար իր բատնուջանի վրա ինչ գրված է դերերու դեր թակավորներու թակավոր իր մեր հզորը չկա նայ երբ որ դրթատ թակավոր մեր հայ պատմության մեջ գիշենք երբ որ Գրիգոր Լուսավորիչը եկա պատկամ դվավ իրեն մդիկ չրաբս քիսպը չէ եւ
Ասավ ով է այս Հիսուսը դերերու դեր թակավորն։ Ես եմ արքաներուն արքան։ Ես եմ թակավորն։ Բաբելոնը Նապոկոդոնոսորն անույնը era։ Ես եմ որ եմ, գիտես։ Բայց երկուքն ալ խոնարհվեցան։ Նապոկոդոնոսորն ի վերջո Դանիելի եւ Սեդրակ Միսակ Աբեդնագովի Աստվածը ընդունեց եւ ապաշխարեց եւ դրտա թակավորն Գրիգոր Լուսավորիչ արչավ ընկավ եւ խոստովանեցավ, ապաշխարեց եւ մգրդվեցավ գսե պատմությունը եւ այնտեղ մեծ փոփոխություններ եկան իր կյանքի մեջ եւ մեր հայ ժողովրդի մեջ աստեցություն ունեցավ ալիքա մենք այսօր ամեն մեկերնից դրտա թակավորներ կգնալով եթե մերժած ենք Քրիստոս իբրեր դերերու դեր թակավորներու թակավոր այսօրվա իշխանականները ղեկավարները նախագահները վարչապետները եթե չընկնեն այս թակավորի արչև եւ չխոնարհվեն իրենք այսօր իրենց վրագուկա գործանման ամեն ղեկավար ինչ հարանվանություն է կամ ինչ գուսակցություն է կամ ինչ որ պատկանելություն ունի եթե Քրիստոս չի թավաներ եւ առաջին դեր չի տներ իր յանքի մեջ ուրեմն դրթա թակավորի նման ինչեր պիտի գրեմ ինչեր որ այդտեղ հասնի որ խոնարհվի դերերու դերոջ եւ թակավորներու թակավոր հիմա է ժամանակը ամենուն ամենամեծն ինչը բզդիկ ինչպես Նինվեի մեջ եղավ եւ որ ապաշխարեց թակավորը եւ ժողովուրդը Աստծո շնորհքը վայելեցին եւ օրհնություն եւ որ չրին այնադեն այն ասկերը որ չրին Աստծո Թադաստանի եկավ ուրեմն ասնիկ 17 համարի մեջ մենք ասեն նորեն Հովանես նորեն հրեշտակ մտեցա արևին մեջ էր եւ բարձր ցայնով գաղաղակեր որ թրջունները կան եւ ինչն են որքան եւ հավաքվին մեծ ընտրիգին հիմա նորեն ընտրիգը պիտի տեսնանք մենք ընտրիգը տեսանք 19-րդ գլխում սկիզբը չէ անցյալ անգամ խոսեցանք այդ ընտրիգին այդ ընտրիգի ինչ էր քարնուգին հարսանյաց ընտրիգն էր որ երանելի են ամենանոք որ հրավիրված էին այն ընտրիգին որ ինչն է հարսը եկեղեցին գուքա Քրիստոսի հետ հաղորդության ժամանակ նույնիսկ մենք երկրի վրա մասամբ կգադարենք որ այդ ընտրիգին իր մարմինը գուտենք որ իր արյունը կխմենք որում միջոցով մենք կմաքրվենք կսրբվենք գարթարանանք եւ մեղքերու թողություն կստանանք հավիտենական կյանք կստանանք եւ այդ ընտրիգին մենք ուրախությամբ կմասնակցենք բայց այստեղ ուրիշ ընտրիգ մը հագաբատկերն են այս ընտրիգը Հիսուս կգանչե որ բոլոր սուրբերուն որ դեսնան լսեն եւ այս անգամ ընտրիգը պիտի լա նորեն մեծ ընտրիգը բայց գործանումը բոլոր անոնց որ այդ քարնուգին հարսանյաց ընտրիգին չմասնակցեցան so այս գիտես մեզի բավական պատկերներ կան Աստվածաշունչեն այս պատկերներուն ուզեմ որ մեկ հատ Եզեկիելի 39-րդ գլխու 17-ին 20 համարները ընթերցենք այո մենք կտեսնանք Եզեկիել որ այս թրջունները բաները որ պիտի գուքան կգանչվին ինչպես բաժին ունենային գործանման այստեղ այս համարի մեջ է գսե թակավորներուն մարմինները եւ առաջնորդներուն մարմինները ցերու վրա այսինքն բادرազմով բայկարով իր թեմ անցերուն գործանում այստեղ կնկարագրվի որ թրջունները ինչպես գիտես ակրաբները գուքան արձիվները գուքան գուտեն այդ մարմինները Եզեկիել 39 այո 39 17-ին 20 համարները այո թուն որդի մարդո դեր Եհովան այսպես կսե ամեն տեսակ թեվավոր թրջունի ու տաշտի բոլոր կազաններունս է հավաքվեցեք ու եկեք ցեզի համար գդարած զոհիս Իսրայելի լեռներուն վրա գդարվելու մեծ զոհին ամեն կողմե մոտեցեք որբեսի միս ուտեք ու արյուն խմեք զորավորներուն միսը ուտեք ու երկրի իշխաններուն արյունը խմեք խոյերու քարներու նոխազներու եւ զվարակներու որոնք փասանիկեր անասուններն են Ցեզի համար գդարած զոհես մինչև որ կշտանաք ջար պիտի ուտեք ու մինչև որ քինովնակ արյուն պիտի խմեք Իմ սեղանիս վրա ցիերեն ու գարքի անասուններեն զորավորներեն ու ամեն պատերազմով մարդեն պիտի կշտանաք Վաու այո ուրեմն դեսնաս այստեղ չէ որ ինչպես Աստված 5 դարանի մեջ նա այսպես մարգարեություն կար
Եվ դերը այդիկա վերջին քալուստին երբ որ գուքա նորեն չեն գիտեր օրը երբ է այս պիտի կատարի բայց այս ընթացքին որ առաջին քալուստը մինչև երկրորդ քալուստը նաև մինչև իր քալը նորեն դերը կբայքարի գոր նորեն շատեր իր խոսքին արչև կկոտրվին որով Աստծո կորձայինը որ մարդկանց կանչի ապաշխարության այդ նեղ թուրեն մտնավոր քիչ առաջ կխոսեինք որ դերը գսե ոչ ամենը որ պիտի սեն դեր ես իրենց պիտի թավանեմ Աստծո աչև այլ անում որ Աստծո բادرանները կկատարեն չի փավեր միան շրթունքով ասենք քրիստոնյա ենք այսօր շատերս կան քնենք մեր սիրտերը եւ թավանենք մեր սրդեն եւ հետևինք Տիրոջ իբրև դեր ոչ միայն իբրև փրկիչ այս է դարբերությունը Գիտես Պիտեր ասկեց 5 տարի առաջ կովիդի ժամանակ գիտես ջամփաները ամայի էին օրեր կար շաբաթը վերջեր որ դաշարանները կոծեին ամենտեղ կոծեր ամայություն էր կանադայի մեջ այդպես էր գիտես եւ օրմներ որ նստած էինք ասանք ինքնաշարժի մեջ էս ամուսինս եւ հանկարծ երկինքը հարյուրավոր հազարավոր սև թրջուններ ակրավներ էին կամ ինչ էին բոլորը մեկ գիտես եւ հիմա որ աս բադկերը գտնես ճիշտ ադի ես հիշեցի լավ այն ժամանակ ինչ էր բադահական էր որ այդ ամեն թրջունները եկած էին ոչ մեկ բադահական բան չկա աշխարհի մեջ ասված քեզի նա ինչպես հիշեցուցեր է այս պատկերը ուրեմն այդ ադեննալ ասված կբայքարի որ ժանդախները ասինք չէ այդ բոլոր ժանդախները որ գուքան որ ով է ուղարկողը քարնուգը խորանին կփխի որ այս բոլոր հրամանները սատանային թույլ գտավոր որ է իր կորձերը բայց խորանեն հրամանը ինքն է քարնուգը իր թադաստանները երբ որ ազդանշանները գտնվին այսինքն առաջին 7 գնիկները դեսանք փածվեցավ հայտնեց իր փարգությունը որ պիտի կա Վերջի 7 փողերը լսեցինք, որ ազդարարության նշաններ էին, որ սաստկացավ ավելի աստիճանաբար։ Վերջը 7 սկավառակները նպատակը ան է, որ ապաշխարենք, խոնարհվենք Տերոջ դերերու թակավոր եւ դերերու թակավորին եւ մասնակցենք իր եկեղեցին հետ, հավատացյալներուն հետ, քարնուգին հարսանյաց ընտրիգին, որ խորհրդանշվի երկրի վրա հաղորդության եւ հացուքինի միջոցով որ պիտի հիշենք անընդհատ ընենք հիշելով իր մահը եւ իր մեղքերու թողությունը որ իր արյան միջոցով եղավ այդ արյունը որ ինքը հակած է իր սկեսներու վրա եւ մեր այդ ուրախությունը հալելույա ամեններ երկելով պաշտելով երկրբակելով միանալով երկինքի սուրբերուն հետ մենք ալ երկրի վրա այդ հաղթանակին եւ հարսանյաց այդ ընտրիգին եթե ոչ այս ընտրիգին ով պիտի մասնակցի սուրբերը այս ընտրիգին գործանման եւ ով պիտի ուդվի այդ մարմինները թակավորները այսինքն պիտի գործանվին ամեն այդ խումբերը որ դերոջը թեմ բայկարեցան ուրեմն մեկ հատ Մատթեոսի 24-րդ գլխի 28 համարն ընթերցենք եւ անցնենք վերջին մի քանի համարներով մեր այս գլխում որ գսե Մատթեոս 24-28-ը քանզի ուր որ մեռած մարմին գա Հոն պիտի ժողվին արձիվները։ Այո։ Ուրեմն գտեսնաս Հիսուսը այդպես ինքնամարգարեացավ ոչ միայն այս քիրքի մեջ, այլ նաև Մատթեոսի ավետարանի մեջ։ Հիմա անցնենք 19-րդ գլուխը 19-ին 21 համարներուն Հայտնություն 19-ը 21-ին 22 Եվ 19-ը գներես 21 համարները։ Okay, այսպես 19-ը այո, խնդրեմ Ձեզ կարդամ Պիտեր։ Մեկ հատ վերականգնենք։ Դեսա քազանը, որ երկրի թագավորներ ու անոնց զորքերը մեկտեղ հավաքված պատերազմ ունելու անոր հետ, որ ցիյուն վրա հեծեր էր ու անոր զորքերուն հետ։ Քազանը բռնվեցավ ու անոր հետ սուտ մարգարեն, որ անոր արչև նշաններ ըրավ, որոնց մոլորեցուց քազանին թրոշմը ընդունողները եւ անոր բատկերին երկրբակություն ընողները։ Երկուքն ալ ողջ զզումփով վարված գրագին լիճը ցկվեցան եւ ուրիշները լսպաննվեցան ցիյուն վրա հեծնողին սուրեն, որ անոր բեռնեն գելեր ու բոլոր թրջունները անոնց մարմիններեն կշտացան։ Այո, շատերը ասիկա կբատկերացնեն իբրև մեծ պատերազմը որ պիտի լա Իսրայելի մեջ եւ ամեն հոմ պիտի հավաքվին եւ այնտեղ Արմագեդոն ուսված դերմն է եւ պիտի այնտեղ
այսպես պատերազմները լա Հիսուս պիտի կա ֆիզիկապես եւ կարծես փանակներ պետք ունի եւ պատերազմելու ֆիզիկական պատերազմ անելու ոչ իր պատերազմը իր խոսքին միջոցով իր պատերազմը իր արյան միջոցով է որ արդեն հաղթանակը դարավ սատանային վրա այդ խաչին վրա միայն երբ որ կա իր փայլքովը իր ներկայությունով չկրնա սատանան կոյադևել իր այդ պայծառության մեջ մեկ աղանդարտի մեջ վերջին այդ պատերազմը պիտի լա այդպեսի մեկ բավա մեջ իր խոսքով եւ իր ներկայությունով եւ շատեր կսպասեն որ ասանք պատերազմը որ պիտի գործանվի ամեն մարդ եւ այլն դերը այդպես թանկերով զենքերով հելիկոպտերներով բաներով բեչունի բայկարելու հասկանաս ինչ կսեմ որ չէ ժողովուրդները իրարու թեմ այդպես կնեն եւ Սամոս 2 գսե ինչու ազգերը իրարու թեմ լարված են բայկար դերը արդեն իր Սիոն սարի վրա նստել է կթակավորego կխնդագոր ամենում ինքը իր փրուդի կավազանով իր կորձը խոսքին միջոցով գնե մեկ խոսքը եւ ամեն բան կգործանի մեկ աղանդարտի մեջ իր փայլքով իր ներկայություն եւ ուզեմ որ հիշենք որ մեկ այդ վիշաբը բան կազանը պիտի բռնվի եւ սուտ մարգարեն ասոք մենք հանդիպեցանք ամենաառաջ 10-րդ քուխուն մեջ եթե կհիշենք այնտեղ տեսանք որ երկու ինտիմատիրներ կային աստծո թագավորության թեմ ինտիմատիրները քաղաքական ուժերը եւ թագավորները որ զորքեր կկործածեն որ տնտեսական վիճակ կկործածեն որ գրոնք կկործածեն սուտ գրոնքներ կամ նույնիսկ աղանդավորներ կամ հերձված քրիստոնյա անվանդակ երբեմն խումբեր որ քարոզչությամբ գտանին մարդկանց ինչպես 10-րդ քուխուն մեջ ասինք պաշտելու վիշապին եւ ասոնք այս երկուքը որ կորձիկներն էին վիշապին կազանները այդ երկու կազանները սուտ մարգարեն եւ քաղաքական առաջնորդը գբռնվին եւ ձուզումբի գրագի լիզի մեջ կներվին այսինքն կգործանվին անոնք որ արփանյակներն էին անոնք որ կհետևեին վիշապին անոնք որ ստացան իր նշանը որ 666 թիվն էր որ 10-րդ քուխուն մեջ խոսեցան որ ոչ թե ասինք փարացիորեն 666 թիվը պետք է դաչվի կոնցեպտի վրա թաթուը լա այլ անոնք որ արդեն ցերկով միտքով քարնուգին թողած են եւ կպաշտեն որ վիշապի արդեն կորձիկ դարձած են վիշապի այսօր ադլագորացիկա չէ ով որ այն բահին հոգին մեջ չի կալեր որ սուրբ հոգին զորությամբ կգադարե որ վիշապին գամքը ոչ թե դիրոջը քրիստոսի գամքը քարնուգին գամքը չի գադարեր որ այլ վիշապին գամքը որով ինքը ենթարկվի որ մաննավոր օրեն գարձելով որ նույնիսկ բարի բաներ գնե երբեմն ծրակիրներու մեջ կմտնա որ ասված չէ դված այդ ծրակիրները եւ անոնք որ այսպես կավարտեն իրենց կյանքը իրենց վերջին շունչը իրեն գալ գսե երբ որ տեսանք 14-րդ գլուխը հայտնության բան 9-11 համարներու մեջ քարնուգին ներկայության մեջ այդ զումբի գրագին լիճի մեջ պիտի գործանվի եւ իրենց ձուխը այսինքն ֆիզիկական գրակ չէ այսինքն Աստծո ներկայության մեջ բացատրեցինք չէ որ դերը պիտի տեսնան մեզ պիտի տեսնան որ կպաշտեն կոր Աստծո բայց իրենք չի պիտի գրնան ջաշակել այդ սերը Աստծո ներկայության մեջ վիլան մենք դերյակ չի պիտի լանք իրենց բայց իրենք պիտի տեսնան մեզ հավերժության մեջ որ գվայլենք որ դերը սիրո հարաբերության մեջ մեգացած նույնացած մտերմացած անընդհատ սիրո մեջ այդ մտերմությունը չի պիտի գրնան իրենք հոմ պիտի լան պիտի տեսնան ասան ապակեղեն զովի նման իրենք դագնեն գվարվին այդ գուզեն այն ինչ որ ունին բայց արկերտը պատնեշը պիտի լավոր վայրեն մենք ալ վրան այդ գրագոտ լիջին որ տեսանք 15-րդ քուխում մեջ է սուրբերը կանգնած այդ լիջին վրա երկին կպաշտենք կվայրենք հավերժության մեջ հաջիկներով լեցում եւ ոչ մահ այլևս ոչ սով ոչ սուկ կամ լաց կամ անօթություն Գիտես 6-րդ գլուխին 10-րդ համարը աս իրենց ցայնը գարձես ես է որ գլսեմ
Կարծես թե ես կլսեմ դեր մինչև երբ որ կսեն գնամ գարտալ եւ մեծ ցանով աղագեցին ով սուպը ճշմարիտ դեր մինչև երբ պիտի չտատես եւ մեր արյան վրեժը չլուզես եգրի բնագիչներեն Ջերմակ հանգտերսներ դրվեցան անոնց ուսվեցավ անոնց որ քիչ մը ադենալ հանգչին մինչև անոնց ծարայագիցներն ու անոնց եղբայրները լմանը լան որոնք իրենց պես պիտի սպանվեին այսինքն խոստում մներ եւ մենք կտեսնանք որ ասիկա 19-րդ գլխուն մեջ կգադարվի գոր Այո, գադարվի որ եւ մենք այստեղ տեսնանք որ այս երկու կորձիկները որ սատանան կորձածեց քաղաքական եւ հոգեվոր գրոնային Գրոնական այս գրոնական այսինքն գրոնքը պաշտողներ փոխանակ գրոնքին ասվածը ջանշորներ այո հասկացաս մարդիկ կան որ գրոնքի ամեն տեսակ ծեսերը ավանդությունները գրնան հետևիլ եւ թեր չփրկվիլ որով Քրիստոսը այդ գրոնքին ասվածը չէ որ կբաշտեն որ այլ գրոնքը կբաշտեն այո գրոնքի ծեսերը ավանդությունները ավանդաբաշտ կդառնան գրոնաբաշտ կդառնան փոխանակ աստվածաբաշտ տարբերությունը նուրբ է բայց շատ լուրջ է անորամար դերը մեզի կանչի որ ոչ թե գրոնք հետևելու մեզի կանչի որ իրեն հետևելու խաչը վերցնելու եւ հնազանդելու իրեն իբրև դերերու դեր թակավորներու թակավոր իր կամքը կատարելու ոչ թե մենք ասելու որ դեր ես այս կնեմ որ հիմա օրհներ այո Կիդեսաս բաուս որ փոխանակ դերը բաշտելու բայց ծիսականությունը բաշտելու եւ մարդոց կողմէ ստեղծված ինչպես որ օրինակի համար Քրիստոսի աչը ներողություն Գրիգոր Լուսավորի աչը ոսկեզոց կբդցնեն եւ կբաշտեն անիգա այո եթե նայ այդպես բաներ գնենք որ մենք թալիսման գսեն Հայաստան հոս կանադա կամ անգլիա խոսները գսեն superstition թալիսման բառալ ռուսերենով է սնոդի բաշտություն է հայերենը եթե այս բաները չնենք չենք փրկվի եւ ուրեմն ձեսերը բաները կփորձեն դեր որ այդ ծովով փրկվի եւ ժողովուրդն անի կսորվեցնեն գիտես այո այս շատ ժողովուրդը ուրդենեն պիտի գիտնա այդ ճշմարտությունը եւ այսպիսի մարդիկ ինչպես օրմը պիտի իմանան աստծո Թադաստանին եւ աստծո աթորին արժեվ գնալու այո շատ լուրջ հարց է անորոշ իբրև առաջնորդներ գկնաբադիկ հաշի պիտի տան կսե ասվածաշունչը մեր ամեն խոսքերուն համար զգուշությամբ ես անորոշ վախով թողով կմոտենամ աստծո խոսքին որով ես գկնաբադիկ պիտի թատվիմ եթե սխալ բանը սորվեցնեմ նույնը ամեն առաջնորդ ասիկա գադակ չէ ասիկա բիզնես չէ ասիկա գրոնք չէ ասիկա կենթանի աստծո արչև մենք հաշի պիտի տանք որ գխոսենք աստծո խոսքը որքան մենք այդ խոսքը կգարթանք կսորվենք կհասկանանք եւ վերջնալ կգադարենք կհնազանդենք մեր սրտի մեջ կբահենք անորոշ շատ լուրջ արած եմ այս խոսքերը որ երանելի են անոնք որ կգարթան ու կլսեն ու իրենց սրտերում մեջ կբահեն այս մարգարեության քիրքին խոսքերը քանի որ ժամանակը մոտ դեսնաս ինչքան մենք ժամանակ ուտանք որ գարին եւ թունալ գարժեքավորենք որ այս խոսքերը որով դերը գարժեքավոր է որ եւ ուզե որ մենք գնենք եւ անընդհատ այս մենք այս սերտությունները ավարտվին է մեր հույսն է որ նույնիսկ ֆիզիկապես ներկայությամբ կարողանանք եկեղեցիներու մեջ ընել եւ նորեն գկնել այսինքն մեկ անգամ ըրինք եղավ հերիք է բավարարել չեն կրնալս պիտի մինչև Քրիստոսի քալուստը այս բաները մեր սրտի մեջ բահենք եւ մտածենք այս քիրքին խոսքերու մասին որ գադարենք նաև այս բաները Okay so վերջին համարը քալով նաև ուր գերտավոր այստեղ ֆիզիկական պատկեր մը գա այս վիշապին եւ բանի Կազանին եւ Սուտ Մարգարեին բայց եւ ֆիզիկական գրագի պատկերն այսինքն բարձրապես մեզի մտածել դալու է որ ինչքան մեկը գծավի այդ գրագի մեջ այդպեսի միջավայրն է բայց անշուշտ է սատանան ֆիզիկական էակը չէ որ գրագի մեջ գրագը պիտի աստե իրեն եւ մարդիկ որ հարություն գարնեն ֆիզիկական մարմիններ պիտի ունենան բայց ֆիզիկական գրագը չէ ինչպես ասինք դերոջը այդ մաշող գրագը իր ներկայության մեջ չկարողանալ իրեն հետ մդերմանալ մեգանալ որով մերժեցին իրեն այս կյանքի մեջ եւ չհետևեցին իրեն վիշապին գնիկա ստացանք փոխանակ քարնոգին
անունը մեր ճակատներում վրա մեր միտքը եւ մեր ցերկերը փոխանակ ծառայելու Աստծո ծառայեցինք սատանային շատ զգուշ ելանք ամեն մեկ խոսքի համար հաշիվ պիտի տանք ամեն մեկ գործի համար ամեն մեկ խորհրդի համար անոր համար ես այդ աղոթքը շատ կսիրեմ որ կսե իմաստություն հոր Հիսուս դուր ինձ իմաստություն ըստ Փարիզ խորել խոսել եւ կորձել առաջի քո ամենայն ժամ իչար խորհուրդ իփանից Փանը խոսնեն խորուրդ փան իփանից եւ իքորձոց բահյամեզ բահեմեզի աչար փաները եւ ողորմիա քո արարածոց բոլոր արարածները ասուզո եւ ինձ բազմամեղից ես ամենամեծ բազմամեղը լալու ողորմեմ էզի որ մենք այս վերջին գանգարը այստեղ չլա մեզի համար եւ պիտի տեսնանք հաջորդող գլուխներու մեջ որ ուրիշ պատկեր մնա պիտի դրվի Ասիկա միան անոնց համար վախնարիք է, որ չեն հավատար Աստծո, չեն հնազանդիր, չեն ենթարկվի։ Գիտես այս պատկերը թիմացնող եթե տնես առաջ ինչ որ դրեր էիր, այո։ Գիտես գնամանի առաջին անձը ասանք մարդ մնե որ գայրիկոր, չէ՞։ Պատկերս որ գտեսնանք նմանցուցի մարդը որ գրագին մեջն է Եվ նմանցուցի ասիգա հիմա ինչպես բզդիկներ արքանտներու մեջ որ բզդիկներ եւ գսպանեն բզդիկները գսպանեն եւ ադալ ուրիշ տեսակ սպանություն է եւ ոչրակորձություն է եւ ես շատ քրտեմ քեզ մե տեբեդե մենք հայտնության քիրքին մեջն ենք բայց բոլոր անոնք որոնք հիմա մեզ մդիկ գնեն ասնուճի մասին բոլոր անոնք որոնք իրենց Գյանքի ընթացքին գիներուն կվերապերի եւ ամուսիններ որոնք կաչալերած եք որ ծեր գիներուն զավակները օրինակի համար abortion հայերեն պարամիտ կշիկարիմա վիժում այո ուրեմն վիժումներ կատարած եք եւ երբեք արիթը չէ ունեցած ապաշխարելու ասոր համար կխնդրեմ ցեզ մե որ ադիգա մեղ մնե տերևստուն անկիդակցապարիր կամ կյանքի պայմաններն չեմ գիտեր բայց կխնդրեմ քեզ մե Հիսուս Քրիստոսին որ ապաշխարես այդ մեղքին համար հիմա եւ խնդրես որ քարնուգին արույնը սրբե մակրե քուգին մեղքդ Ոստովանիս եւ ներողություն խնդրես ամեն որով իրոք թե մեր հայրենիքի մեջ եւ հայերու մեջ ասիկա շատ մեծ հարց մնե խնդրեմ է Հայաստանը եւ Սփյուռքի մեջ հավանաբար այլ ազգերու մեջն ինչպես կասենք միլիոններ կսպաններին ամեն Հայաստան թիվերը դվյանները կան կրնակ նայել ինտերնետի վրա մորցած են բայց շատ բարձր է եւ մարդասպանություն է եւ շատերը կսեն թշնամին մեզի պետք չունի գործանելու որով մենք մեր անձը արդեն մեր հաջորդ սերունդը մենք կգործանենք որ ապաշխարելու անպայման պետք է որ ինչ ալալան է պատճառները պատճառ չկա որ Աստված շնորհ կուտա գները կտածող ողորմող եւ համբերող է ինչպես ասիր ապաշխարելու պետք է խոստովանելու պետք է եւ այս մեղքը թող մեր ազգի մեջ են այս բարակտում վերցնի որ Աստծո դաստանը չկա մեր վրա ամեն այո գուզեմ ավարտել այս վերջին խոսքերով որ գսե եւ բոլոր ով որ մնացած էր այսինքն ով որ սա այս երկու բանը Կազանը եւ Սուտ Մարգարեին հետևորդներեն այդ սուրեն որ դերոջը փերանեն սուրը չմորնակ ֆիզիկական սուր չէ որ Հիսուս պիտի բայկարի ֆիզիկական սուրերով այլ այդ փերնեն ելած այդ խոսքն է որ ամեն նա պիտի գործանին ով որ հետևեցին այդ երկուսին որ մոլորվեցան եւ թրջունները պիտի իրենց մարմինով գործանվի այսինքն պատկեր մնե որ լրիվ գործանում պիտի լա այստեղ ուրեմն գուզեմ որ մեկ հատ համարը Թեսաղոնացիս քիրքեն ընթերցենք երկրորդ Թեսաղոնացիս երկրորդ գլուխը 8 համարը որ գտեսնանք որ այստեղ մեծ բادرազմը չէ որ պիտի դա Հիսուսն է զենքերով աթոմակային որով մեր բادرազմը գսե մարմինի եւ արյունի դեմ չէ այլ անդեսանելի թշնամին եւ մեր զենքերն ալ մարմնավոր չեն այլ խորհուրդներ խոնարեցնելով Քրիստոսի արչեւ խորհուրդներ այդ խորհուրդները ինչեւ քարոզչության խոսքին միջոցով կարդանք մի հատ որ ինչ բայց որ վերջին օրը որ վերաթարնա Հիսուս լա այդ
ներին հոգին ունեցողներուն համար վերջին օրը լա իրենց համար այդ օրը որ կմեռնին կամ կննչեն գամալը լա այդ վերջին օրը որ վերջնական Քրիստոս երկրորդ քանստին պիտի կա պատկերացված է Պողոս Արաքյալի այս համարի մեջ խնդրեմ եթե կարդաք ու իդ կպիտի հայտնվի այն անորենը որ Տեր Հիսուս իր բերնի շունչով պիտի սպարե ու իր քալուստին հայտնությամբ պիտի գործընծնե տեսնես այդ մեկ ագնթարթը պիտի ելնա երկար փառակ բادرած չի պիտի ելնա իր բերնի շունչը այսինքն իր խոսքով եւ իր փառքովը իր պայծառությամբ գրնա քոյադվել նույն տեղը խավարը եւ լույսը գարինքույր ոչ անորոմար մենք խավարի մեջ ենք շուտով ապաշխարենք Քրիստոսի լույսը ընդունենք որ դերոջը ներկայությունը պաշտենք վայելենք երկրպագենք եւ պիտի տեսնենք թե ինչքան բաներ պիտի տեսնանք որ մեզի պիտի քաչալերը 20-րդ գլխի մեջ եւ 21-ը պիտի լա պատկերը մեծն Բաբելոն բորնիգին նոր Երուսաղեմ որ հարցն է թե ինչ քերեցիկ բաներ պիտի տեսնանք ապակայի մեր պատկաններում խնդրեմ շարունակեք գլուխներ մնաց 20 21 22 եւ մեր դբրոցը հայտնության հովանույն պիտի վերջանա on-line շնորհակալ եմ Պիտեր քեզի եւ շնորհակալ եմ սիրելիներ որ մտիկ կնեք ինչ որ մտիկ գրիր ինչ որ լսեցի վստահ դերը քեզի ափոսեցավ քեզի ապաներ հիշեցուց քեզի ալ պատկերներ սծուց այսօր մենա դերոջը մենք կհանցնենք իր արժեվը գտնենք եւ մեր ամեն մտահոգությունը եւ մեր ասենք ընտանիքներուն չփրկվիլը եւ իրենց աշխարհային կյանք ապրիլը անալ գբերենք եւ առանց հուսահատելու կշարունակենք աղոթել եւ առանց հանցնվելու առանց հուսահատելու եւ առանց իրենց կյանքին ծեվը դիտելու կշարունակենք հավատարմությամբ աղոթել եթե գուզես աղոթքով վերջացնել Պիտեր ամեն Սիրելի եկնավոր հայր այսօր քո արչեւ խոնարհապար գուքանք շնորհքի խորանդ շնորհակալ ենք որ օրը եւս մեզի քուփերնիտ սուրով խոսքով խոսեցար բայկարեցար մեր ներքին ներքնաշխարը որ եթե բաներ կան որ պետք է ապաշխարենք դարձիքանք իբրև անհատներ թեր սրբակորձվելու պետք ունենք եւ թե արդակին թշնամիին թեմ դեր գաղոթենք այս ներկայիս վիճակները որ մեր հայրենիքի մեջ կլա քաղաքական եւ հոգեվոր մտնոլորտ ոլորտներու մեջ խնդրենք այցելես շարունակես քուփերնիտ սուրով բայկարիլ ներին թեմ եւ իր հետևորդներուն ներին հոգին թեմ դեր մաքրե սրբե մեր ազգի ժողովուրդը լայթ նախագահ լայթ վարչապետ լայթ հոգեվոր առաջնորդ կամ առաջնորդներ դեր ամենքը սա գարիք ունենք ապաշխարելու մաքրվելու սրբվելու որ օրտնես մեր երկիր օրտնե մեր հայրենիք օրտնե սպյուրքի բոլոր հավատացյալ զավակները որ քո անունով Հիսուսի անունով գոչված են ապաշխարած մկրտված դեր շնորհե որ մենք օր միևս մոդենանք մաքրվենք այդ հարց եկեղեցին նման պատրաստվենք քեզի թիմավորելու եւ ոչ թե գործանվելու այդ դուզումպի գրագի լիճի մեջ ավարտելա այլ տրախտի մեջ քեզ վայելել այդ քու հարսանյաց այդ ընտրիգին մասնակցիլ փոխանակ այդ ընտրիգին որ թրջունները նույնիսկ պիտի թակավորները եւ հետևորդները որ չարին հետևեցան գործանվին Հիսուսի անունով գաղութենք այս բոլորը հայր որդի եւ սուրբ ոգի հալելույա ամեն ամեն շատ շնորհակալ եմ Պիտեր երեք օրտնված կտեսնվենք քալ շաբաթ շնորհակալ եմ